Այստեղ ներկայացված է քաղաքի մակետը։ Քաղաքը պատկերված է 1910-ական թվականների տեսքով։ Այստեղ երևում են քաղաքի նշանավոր փողոցները, եկեղեցիները, շուկան, համալսարանի շենքը։ Ձեր դիմաց առաջին տեսնում եք, սա հունական եկեղեցի է։ Այն ժամանակ էր 19-րդ դարում, երբ որ Ալեքսանդրապոլ են գալիս մեծ թվով հայեր Արևմտյան Հայաստանից, իրենց հետ են գալիս 100 հույն ընտանիք։ Հիմնում են իրենց եկեղեցին, իրենց թաղը, որը կոչվում է Ուռունցոց մայրա։ Սակայն հիմա եկեղեցին չի պահպանվել, 1926 թվականին ավերվել է երկրաշարժից։ Հաջորդը ամենակրկիչ եկեղեցին է, որի կառուցողը եղել է Անդիգենց Թադևոսը։ Այն Անիի մայր տաճարի ճարտարապետությամբ է կառուցվել։ Կառուցումը տևել է 14 տարի։ Անդիգենց Թադևոսը ամեն օր կարգով գնացել է Անին, տեսել է յուրաքանչյուր քար, շարվածք, ճարտարապետական լուծումները, նույն ոճով կառուցել է այստեղ։ Երրորդ եկեղեցին դա կաթոլիկ եկեղեցի է, որը նույնպես չի պահպանվել, 1926 թվականի երկրաշարժին ավերվել է, սակայն նորը կառուցվել է Թանգանիքից, որ երևում է դա կաթոլիկ եկեղեցի է։ Ձախակողմերն անկյունում ռուսական ժամատուն է, պլպլան ժամը, կոչվել է պլպլան, իս շողացող թիթեղի պատճառով։ Այն կողմում 7 վերք եկեղեցին է, Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին է և Սուրբ Նշան եկեղեցին է։ Իսկ ձեր դիմաց ներկայիս Վարդանանց հրապարակի տարածքն է, հնում եղել է շուկա, տեսեք երեխեք ջան, այս հատվածում շուկան է, հեռվում երևում է առաջին համալսարանի շենքը, ներկայիս տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը։ Առաջին համալսարանը բացվել է Ալեքսանդրապոլում, որը ժամանակ գործել է, այնուհետև տեղափոխվել է Երևան։ Ձեր դիմացել արդեն կոլորիտային գյումրեցիներն են, Գյումրվա խորհրդանիշներից ֆայտոնը։ Վերցված են վրացական ու երեք նահանգի երկրի խորհրդանիշներից, քանի որ քաղաքը մինչև 1846 թվականին եղել է այդ նահանգի կազմում։ Խաչը խորհրդանշում է, որ քաղաքը բնակեցված է եղել քրիստոնյաներով, ովքեր գաղթել են Արևմտյան Հայաստանից թուրքերից, եւ այս թուրքական քրիստոնեությունը խոնարհված է մեր խաչի առաջ։ Իսկ սանդուղքներ խորհրդանշում է, որ քաղաքի բնակչությանը հնարավորություն է տրվել սարքանալու, կրթվելու իրենց կիսամակարդակը ավելի բարձրացնելու։ Այս հատվածում ներկայացված է Ալեքսանդրապոլի կնոջ և տղամարդու հագուստը։ Կանայքակել են նմանատիպ, երկարափեշ, երկարաթև, գեղեցիկ ասեղնագործված տարազք, կրել են թանթանա, ճակատազրծ տղամարդիկ արդեն հագել են կովկասյան հագուստ, կրել են պարտադիր գդակ, գլխարկ, որը շատ հարգի էր Ալեքսանդրապոլում։ Տղամարդու գլխարկը համարվում է նրա նամուս պատիվը։ Եթե որևէ առիթ էր գնում տղամարդը եւ գինովցած էր լինում, մի կարգ պատվիրում էր իր գդակի համար, մի կարգ էլ իր համար, որպեսզի գդակով կարգը իրենից առաջ գնա, դա համարվում է նրա նամուս պատիվը։ Արհեստներն ու արվեստները։ Արհեստներից ներկայացված է ոսկերչությունը։
1800-ական թվականներին, 1900-ական թվականներին Ալեքսանդրապոլում մեծ զարգացում է ատոմ ոսկերչությունը։ Այս տաղավարներում ներկայացված է ոսկերիչների աշխատանքները, հուքսը, տարբեր աշխատանքային գործիքներ, գոտիների համար նախատեսված փոքրիկ դետալներ եւ յուրաքանչյուր ոսկերիչ ունեցել է իր դրոշմանի շքենիկը, որտեղ տեսեք ցուցադրված է այս հատվածում։ Gyumri is famous for its unique architectural style with its carved and embroidered buildings, arch-shaped windows and doors. Houses are built mainly with red and black stone called tuf. Tourists look at these ancient buildings with admiration. Each building has its history. This one is called Ojit building. The legend says that a rich man presented it as a wedding gift to his daughter. Later, the building became the first city hall of Gyumri. Another famous building in Gyumri is called Parilusi Sheng. The building has got this name because of the mirror and the towel carved on it. Լուսը բարրել եմ ու պտի բարրեմ։ Ու այսօրից հետո էլ պտի բարրեմ։ Բարրե։ Կբարրեմ, հենց պտի բարրեմ, հապա։ Gyumri has also been the center of Armenian cinematography. Many famous Armenian films have been shot here. Among them is Mer Mankutyan Tangon. The house where the film was shot is still visited by many tourists.